Ստավասների ծնողները իրեն մոտենում են, շնորհակալություն են հայտնում, ասում են խաղաղություն է բերել։ Լավա կանգնած մեռնեմ, քան ծնկալ։ Թող լինի այդ պատերազմը, թող լինի այդ կռիվը, եղածս այդ երկու տղանա, երկուսն էլ երաբլուրում էին։ Պես անհոգ պերաշկի են ուտում, կուկուրուզ են ուտում։ Ուղղակի իրանք շնորհավորեցին մեր զոհերին։ Երկու տղա եմ զոհ տվել, իրանց տղիքը ողջ են, կարևորը դա է։ Արցախը, մեծացած Եռաբլուրը, օկուպացված Հայաստանի տարածքները։ Թքած ունեմ, որ կողքինի տանը սուք է, կողքինի տղեն Եռաբլուրում է, թող 20,000 բարձրացնի, 50,000 բարձրացնի, եթե չուզենան ընտրեն, չեն ընտրելու։ Իրա թոշակը 5 անգամ չի հերիքում ինքը Եռաբլուր գալու համար։ Մեհրիբանին թեյ խմելու էր հրավիրում, զոհերը անվանում էր հանուն ոչնչի։ Մեկ օրում ես իմ երկու տղաներին կորցրի, իմ տղաների հետ միասին 210 զինվոր, որ լինեի իմ տանը, իմ հող, հանուն ոչնչի, այդքան երեխա կզոհեմ։ Տիկին Ալա, մարտի 3-ին դուք դատական նիստի էիք, կխնդրեմ մի փոքր ներկայացնեք նիստի արդյունքները, կամ արդյոք կան արդյունքներ եւ ինչ ակնկալիքներ ունեք, ինչպես է գործընթացը ընթանում, ու նաեւ մի փոքր անտեղյակայնության համար, թե ինչ գործով է դատական նիստը։ Դատական նիստը Արման Նահապետյանի, այսպես ասած, խաբեության արդյունքն է։ Այդ 23 թվականին ես 12,000 ԱՄՆ դոլար եմ տվել, որ տղաների շիրմաքարերը պատրաստի, ու այդպես չի պատրաստել, ես իմ ուժերով, Եռաբլուրի հետ համագործակցելով մենք տեղադրել ենք քարերը, ու մինչև այսօր ես իմ գումարը չեմ կարողանում հետ վերադարձնեմ։ Ամսի 3-ին նիստ ունեինք, պետքա վերեր գումարի կեսը տար, կեսի հետ կապված էլ արդեն պայմանավորվածություն ստեղծվեր, չմասնակցեց, չեկավ դատին, չներկայացավ դատին, դատը հետաձգեցին ամսի 10-ին, հասկանանք, ընդհանուր դատավորից գոհ եմ, ուղղակի այդ տեսակ մարդկանց էությունն է, այս տեսակ բաներ անելը։ Իսկ ունեք որևիցե աջակցություն որպես արցախցի, որպես որդեկորիս մայրպետությունից, թեկուզ այդ դատական գործընթացների շրջանակներում որևիցե աջակցություն ստացել եք, կամ ինչ խնդիր ունեք, որը կցանկանաք բարձրաձայնել։ Դատի հետ կապված ես ակցիա էի կազմակերպել, որովհետև միջև կազմակերպելս ոնց որ ինքը անընդհատ փաստաբան փոխվեր, փաստաբան չներկայանալ, սենց բաներ։ Այո, ես այդ օրը դիմեցի մարդու իրավունքի պաշտպանին, իրանք շատ արագ արձագանքեցին, փաստաբանների գրասենյակ նամակ գրություն ուղարկեցին, ու ոնց որ թե հիմա զուգադիպեց, թե իրանց աշխատանքի արդյունքում էր, փաստաբան չփոխվեց, ու ամեն անգամ դատին իր փաստաբանը ներկայանում արդեն, հանրային պաշտպանում։ Տենց որ ասեմ, աջակցություն զինապահից գումարներն եմ ստանում, հասանելիք տղաների, ոչ պետությունից առանձնակի ոչ մի տենց աջակցություն չկա։ Այսինքն ոչ մի տեսակի աջակցություն ձեզ որպես որդեկորիս մայր, որպես արցախցի չեք ստանում։ Ոչ, ստանում էինք այն 50-40+10, հա, բայց բավականին երկար ժամանակ ես էլ չեմ ստանում։ Երևի թե տղաների գումարի հետ կապված, ուրիշ ոչ մի բան։ Իսկ դիմել եք։ Դիմել եմ, այս գործով, դատական գործով ես որ դիմել էի Նիկոլ Փաշինյանին, ինձ իր տեղակալն էր զանգել, ես ինքը հարցրեց ու այլ հարցեր կա, ես ուզում էի հանդիպում իր հետ, ասեցի հա, բնակարանի հետ կապված հարցեր եմ ուզում բարձրաձայնեմ, ես Վարչով եմ մնում ու արդեն 3-րդ տարին է, էլ չեմ կարող Վարչով ապրեմ։ Ասեց, այս պահին ընդունելություն չկա, անհնար է ընդունելությունը։ Օգնականը ձեզ ասաց։ Բայց մենք այդ հարցով քննարկում կանենք վարչապետի հետ, ձեզ տեղյակը պահենք։ Հետո ինձ զանգեցին, ասեցին, որ պետությունը ի վիճակի չի տնով ապահովելու
հարց տվեցին զինապահի գումարների հետ կապած, ըստ դրա ինձ թվաց, թե իրանք ասեցին դու գումար ես ստանում կարաս Վարչով ապրես։ Ես ուղղակի զարմանում եմ, իրանք ոչ մեկ հաշվի չի առնում, ես ինչ գումար եմ ստանում։ Եվ այդպես։ Բայց իրանք այդ մի ամիս ինձ մի ամսվա տանվարձ փոխանցեցին իմ քարտին ու ինձ խորհուրդ տվեցին հիպոթեկով տուն վերցնեմ։ Հիպոթեկով տունը ինչ գումարով վերցնեք։ Իրենք աջակցություն տալիս են, որ վերցնեք հիպոթեկով տուն։ Ոչ, ինձ ասեցին, որ սերտիֆիկատ վերցնեմ։ Սերտիֆիկատը ես չեմ կարող, ասենք, գնամ հասնեմ Գորիս, որոնց 5 միլիոնով ինչ որ մի բան, սերտիֆիկատը մենակ այդ կողմերում այդ գինն ունի, որովհետև ես եղածս այդ երկու տղանա, երկուսն էլ երաբլուրում են, ես ինձ տարածքին մոտիկ տեղա պետք, ասենք, եթե ուզենամ Էջմիածինում 4 միլիոն է։ Ես այդ 4 միլիոնի շրջանակներում էլ որ շատ ուզենամ ոչ մի բան չեմ կարող անել։ Դուք նշում եք, որ փաստացի դիմել եք եւ ոչ մի աջակցություն չեք ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հերթին, իր այս ակտիվ քարոզարշավների շրջանակներում նշում է, որ զոհվածների ծնողները իրեն մոտենում են, շնորհակալություն են հայտնում, ասում է խաղաղություն է բերել։ Խաղաղությունը ինքը շատ լավ բան է, շատ լավ։ Հատկապես այն մարդը դա կզգա ու տղայա կորցրել հանուն այդ խաղաղության, բայց սենց խաղաղություն չեն բերում, սա խաղաղություն բերել չի, սենց մի հատ խոսք ասում է լավա կանգնած մեռնեմ, քան ծնկած, հիմա մենք ծնկած ապրում ենք, խաղաղություն ենք խնդրում, ես երկու տղա եմ զոհ տվել, բայց եթե պետք է կռիվ լինի ու դրանով մենք հաղթանակ ունենանք ու այդ հաղթանակով խաղաղություն բերենք հավերժ, չգիտեմ ոնց ասեմ, որ մամաներից չցավացնեմ, բայց թող լինի այդ պատերազմը, թող լինի այդ կռիվը ու դրանով վերջ տնենք այս հազարամյակների այս կոտրված վիճակին։ Տիկին Ալա, մենք նկատում ենք այս պահին մեր հարևան Իրանում էլ պատերազմ է, շատ ակտիվ պատերազմական գործողություններ են, իսկ մեր երկրում այսպես անհոգ բեռաշկի են ուտում, կուկուռուզ են ուտում, էլի կրկնվեմ, ասում են Հայաստանում խաղաղ է ամեն ինչ, արդյոք այստեղ անհանգստանալու կարիք չկա։ Ես ինքը զինվորական եմ եղել մինչև 23 թիվը, այստեղ ամեն ինչ անհանգստանալու կարիք ունի։ Ամեն ինչ։ Ես մտածում եմ, որ այսօր պետք էր Հայաստանում ավելի ճիշտ արտակարգ վիճակ լիներ, դրություն հայտարարին, որովհետև քո շուրջը ամբողջը պատերազմ է, քո երկնքով աճ եւ ձախ խփում են։ Բայց այն մարդը, որ ինքը մտածում է, որ կարա զիջումներով խաղաղություն բերի, բնական է իր համար սա նորմալ է։ Սենց էլ պետք է լիներ, մենք այլ բան չէինք էլ կարող սպասել։ Հարևան Իրանը, ես այնտեղ զոհեր են լինում, մանուկներ են զոհվում, երեխաներ են զոհվում, որը որ շատ ցավալի է։ Բայց ես երբեք չեմ մոռանա, որ Արցախի հարցում իրանք շնորհավորեցին Ադրբեջանին։ Ես չար մարդ չեմ, հետին մտքերով մարդ չեմ, ուղղակի իրանք շնորհավորեցին մեր զոհերին։ Պրոստո երեխեք է զոհվում ու վատը դա է։ Փաշինյանը ակտիվ պատրաստվում է ընտրություններին այդ նույն խաղաղություն լոզունգով, փաստացի մոռացության տալով Արցախը, մեծացած Եռաբլուրը, օկուպացված Հայաստանի տարածքները, հանձնված Տավուշի տարածքները, ինչ եք կարծում, առաջիկա ընտրություններում քաղաքացին նորից ձայն կտա Փաշինյանին։ Քաղաքացին 20 թվից հետո 21 թվին ձայն տվեց։ Դե բայց 21 թվին այսպիսի մի խոստում կար, եթե հիշում ենք, ես Շուշի եմ հետ բերելու, Հադրութ եմ հետ բերելու։ Չեմ կարծում, թե գիտակից մարդը կգնա այդ ընտրության, կգնա հենց կընտրի իրանց, բայց կլինեն, ինձ թվում է, մարդիկ, որ իրանք ոչ մի բան հաշվի չեն առնում։ Բացարձակ մարդկանց այսօր հետաքրքիր է իրանք ունեն աշխատանք պահեն այդ աշխատանքը, իրանց տղիքը ողջ են, կարևորը դա է, իրանք կոպիտ ասած թքած ունեն, որ կողքինի տանը սուք է, կողքինի տղեն եռաբլորում է,
ինձ թվում է, եթե այս ամենից զատ իրանք նայեն որպես խելացի մարդիկ, բանիմաց, ասենց չտրվեն փողին, աշխատանքին, սպառնալիքներին, պետքա չընտրեն։ Դա իմ կարծիքն է, ես արցախցի եմ, ես դեռ իմ քաղաքացիությունը չեմ փոխել, ես չունեմ այդ հնարավորությունը ընտրության, ունեցողներն էլ այսօր ըստ այդպես լուրերի չեն կարող արցախցիները մասնակցել ընտրություններին, դա իմ կարծիքն է, որ պետքա չընտրեն։ Այ դուք նշում եք, որ քաղաքացիները հիմնականում կենտրոնանում են աշխատանքը պահելու վրա, գումարի վրա, այդ կոնտեքստում մենք ականատես եղանք թոշակների բարձրացում, ընտրությունների նախաշեմին, ջրի խնդրի կարգավորում, այսպես իբրև թե կարգավորում, մի քանի գերիներ վերադարձան, սա կարող է ազդեցություն ունենալ ըստ ձեզ, փոխել քաղաքացու մոտ կարծիքը։ Գիտեք, կփոխի ում մոտ, այդ գերիների ընտանիքների մոտ։ Իմ մոտ դա ոչ մի բան չի փոխում, եւ իմ պես շատ հազարավոր մամաներ, որ մտածում են, ոչ մի բան չի փոխում։ Բոլորս լավ տեսնում ենք, սա ինչի արդյունք է։ Դեկտեմբերին, հունվարին ինքն ասեց թոշակառուն չի կարող օգտագործի 10200 դրամ, ինչի վրա օգտագործի։ Իմ մաման թոշակառու է, զինվորական թոշակառու է։ Առանց չափազանցնելի իր թոշակը 5 անգամ չի հերիքում ինքը եռաբլուր գալու համար։ Ես այս մեր տան թոշակառուի ծախսն եմ ասում։ Թոշակառուներ կան, որ շատ ավելի վատ վիճակում են 10000 դրամը, հա, այս պահին կարող է իրանք մտածեն 10000 դրամը մեծ գումար է, վերցնում են, ուրախանան միտեղ, չես էլ կարա մեղադրես, որովհետև այսօր այնքան վատ են ապրում տատիկներն ու պապիկներ կան, որ բայց ինձ թվում է գիտակից մարդիկ գիտեն ինչի համար է այս ամեն ինչը ու թող բարձրացնի, մարդ որ չուզեն ընտրի չի ընտրելու, թող 20000 բարձրացնի, 50000 բարձրացնի, եթե չուզեն ընտրեն չեն ընտրելու, եթե չպարտադրեն։ Մենք այս նախընտրական շոուների, կարելի ասել, շրջանակներում ականատես եղանք նաև Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան զույգի ճակերտավոր ամուսնալուծությանը, ինչու ճակերտավոր, որովհետև բոլոր փորձագետները, քաղաքացիները նաև նշում են, որ սա ընդհանրապես նախընտրական ամուսնալուծություն էր։ Եթե այնուամենայնիվ դիտարկենք, որ նրանք իսկապես ամուսնալուծվել են, արդյոք Աննա Հակոբյանը պատասխանատվություն չի կրում այն ամենում, ինչ եղել է Հայաստանի հետ, հաշվի առնելով, որ Մեհրիբանին թեյ խմելու էր հրավիրում, զոհերը անվանում էր հանուն ոչնչի, գեներալները չէին կարողանում գնալ այդ հատուկ նշանակության գոտիներ, բունկեր, իսկ Աննա Հակոբյանը այնտեղ մուտք ուներ։ Արդյոք չունի որոշակի պատասխանատվություն այս ամենի մեջ։ Ունի, իհարկե ունի։ Որպես առաջին տիկին, որպես խառնված ամեն ինչին ունի։ Եթե ես չգիտեմ իրանք ինչի որոշեցին հենց այս ընտրություններից առաջ այս ամեն ինչն անել, բայց եթե մենք ունենանք նորմալ հասարակություն, կպահանջի Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել, թեկուզ հենց իր այդ ասած բառի համար, որ զոհերը ոչ հանուն ոչնչի զոհեցինք, հանուն ոչնչի այդքան երեխա կզոհեն, ոնց կարաս դու մայր ես ու դու այդ արտահայտությունն անես հանուն ոչնչի։ Այսօր ես մտածում եմ մեկ օրում ես իմ երկու տղաներին կորցրի, իմ տղաների հետ միասին 210 զինվոր համահացավ, մարտական գործողությունների ժամանակ զոհվեց, որ նայում ես հաջորդ օրն ասեցին հելիք, այս ձեր տարածքը չի, մտածում ես հանուն ոչնչի։ Հա, այդ բառը կարաս դու մտածես ինչի համար, ես հաճախ եմ ինձ հարց տալիս, ասում եմ ինչի համար զոհ տվեցի, որ լինեի իմ տանը, իմ հող, կհասկանայի ինչի համար եմ զոհ տվել, հիմա ես ինչի, բայց ինքը իրավունք չունի այդ արտահայտությունն անելու, որովհետև այդ զոհերը իրաց թեթև ձեռով եղավ ամեն ինչը։ Բնակարանի հետ կապված դուք նշեցիք, որ փաստացի ոչ մի աջակցություն չեք ստանում, գուցե ունեք ինչ-որ ասելիք այդ մասով հավելյալ կամ ինչ-որ խնդրանք կարող եք դա էլ հղել տեսախցիկի առաջ, որպեսզի մարդիկ, եթե ցանկացողներ լինեն, կարծում եմ կլինեն ձեզ օգնեն։ Խնդրանքս բարերարներին, հովանավորներին, ինձ բնակարանի հարցում աջակցեն։
որպեսզի ես գոնե իմ անկյունն ունենամ իմ երեխեքի ցավով ապրեմ, ինչքան կապրեմ։ Ուղղակի հիմա ինձ բնակարանի հարցով ես բոլորի աջակցության կարիքն ունեմ, որ օգտակար լինեն բնակարան ձեռք բերելու հարցում։ Մոտավոր ինչպիսի աջակցություն եք ակնկալում։ Ոնց կանեն իրանք, եթե կան մարդիկ, որոնք կարող են գումարով աջակցեն, ես բնակարանը ձեռք բերեմ, գումարով աջակցեն։ Եթե կան բարեգործներ, բարերարներ, որ իրանք կարող են հենց անձամբ իրանք տրամադրեն, գնեն, տան, միայն թե ես այդ բնակարանն ունենամ, իմ բնակարանն ունենամ։ Եվ վերջում Տիկին Ալա կխնդրեմ, եթե ցանկություն ունեք, ձեր խոսքը հղեք ձեր բախտակից ընկերներին, հարազատներին կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գալիք ընտրությունների նախաշեմին։ Adekvat ընտրություն։ Մենք այս ցավի միջով անցանք, ոչ մեկ էլ չանցնի, վերջինը լինի մերը, ընտրեն այն մարդուն, ով իրոք խաղաղություն կբերի։ Ես ցավում եմ այդ 18 տարեկաններին, որ պոստում կանգնած են ու որ չգիտես իրանց ճակատագիրը վաղը ինչ կլինի, մի ժամ հետո ինչ կլինի։ Ես ափսոսում եմ մեր սերունդներին, ափսոս են, մեղք են, իրանք պետք է ապրեն։ Ուղղակի ժողովուրդը հին, նախկին, ներկա, ռուսամետ, եվրոպամետ, այդպես բաներ չանեն, իրանք իրենց խղճի համար ընտրություն անեն, որ մնացած երեխեքի ապագան լավ լինի։ Շնորհակալ եմ Տիկին Ալա։